Բարև ձեզ հարազատներս, շատ բան ունեմ ասելու, 5 կիլոնի հարել եմ, կուզեմ առանձին դրա մասին մի տեսահոլովակ նկարանեմ, բայց այսօր այնքան գեղեցիկ օր է, կուզեմ սիրուց խոսամ այսօր։ Հիմա կասեք, դու շատ չես հասկանում սերն ինչ, ու ճիշտ կլինեք, որ այդպես ասեք, բայց մի երկու բան հասկանում եմ, կուզեմ այդ մտքերս դες փոխանցեմ, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Աղջիկներ են գալիս, որ շատ գեղեցիկ, զգացում է, որ տաղանդավոր ու կապված տարբեր տղամարդկանց հետ ամուսնացած, համարում են, որ սիրում են այդ տղամարդկանց, ափսոսում եմ իրանց իհարկե, որովհետև տարիները գնում են, կնոջ տարիները շատ են արագ գնում։ Ու դա մի հետաքրքիր հոգեբան, ռուս հոգեբան չեմ կարող հիշեմ, որ ասեցին, տենց մի հարց տվեցին, որ այդ ոնց է, այդ ինչ դա սեր է, թե ոչ, ասեց պիտի հասկանաք դա սեր է, թե կախվածություն է։ Ու ես սկսեցի մտածել, որ որն է սերը, որը կախվածությունն է, ու սերը ստեղծող է, սերը արարող է, եթե ձեր իմացած սերը ոչ մի բան չի տվել, չի ստեղծել, դա կախվածություն է 100%։ Մասնագետ չեմ դրանում, բայց կարծում եմ, որ այ Աստծո ստեղծագործությունները տեսնում ենք, սերը սա է, որ ստեղծագործում է, արարում է, որ դու տեսնաս ու վայելես։ Սա շատ կարևոր է։ Իմ կյանքում էլ է տենց եղել, որ ես ասել եմ, վայ ես այս մեկին եմ սիրում, վայ այն մեկին եմ սիրում, ու ոչ մի կապ չեմ ունեցել իհարկե այդ տղամարդկանց հետ, հեռվից, որ հիմա եմ հասկանում, որ ինչի համար եմ դա անելուց եղել, որ ինձ թողեն հանգիստ, որ ես զբաղվեմ իմ սիրած գործերով, բժշկությամբ, Աստծուն ծառայելով, իմ հասկացած չափով ու մակարդակով չեմ ասում, ես ինչեր արեցի այդ երկու ասպարեզում էլ, բայց դա ինչ-որ պաշտպանողական էր, որ թողեք ինձ հանգիստ, ես այստեղ սիրում եմ այս բան, բայց եթե սերը չի ստեղծում, նորից եմ ասում, ոչ մի բան չի ստեղծել, դա կախվածություն է, կամ պաշտպանողական ինչ-որ մի պատնեշ է, որ թողեք ինձ հանգիստ, ես իմ գործերս անեմ, որտեղ, ու ես չեմ կարող առանց սիրելու ինչ-որ մի բան անեմ, դա 100%, ինչ անեմ, պետք է սիրելով անպայման, չեմ կարող առանց բուսաբանական այգին սիրելու կամ այստեղ, առանց այն մարդկանց հետ ում շփվում եմ, շփվեմ, առանց սիրելու մարդկան չեմ իմ տուն, մարդկանց բոլորին ում կանչում եմ իմ տուն, շատ սիրում եմ, շատ հաճույքով եմ իրանց համար ուտելիքներ պատրաստում, սերը շատ լավ բան է, երեխեք, ուրեմն տեսեք ձեր կյանքը մի հատ նայեք, տեսեք, վերանայեք, ամեն ինչ սիրով է պետք անել։ Ու քանի որ երջանկության բանալին ենք գտնում, արդեն մեծ մասը կազմել ենք երջանկության, ու ձեզ հետ եմ ավելի շատ հասկացել երջանկությունը ինչ է, որ վերջնական արդյունքները վերջնական հավաքենք մեր բաղադրատոմսը երջանկությամբ, տեսնելու եք ես ձեզանից ինչքան բան եմ սովորել, ու այս սիրո հարցերն էլ կուզեմ դուք ձեր ասած սերը, ու ինձ տղամարդկին սերն է կարևոր, որովհետև մեծ մասս այդպես ենք հասկանում, բայց սերը կարծում եմ ես ծառի նկատմամբ էլ է նույնը, ինչ տղամարդու նկատմամբ, ուղղակի ավելի շատ ծառայել է պետք ընտանիքում, մի խոսքով կուզեմ դուք էլ ձեր մտածած մտքերը ասեք սիրո մասին, տղամարդու նկատմամբ կլինի, ուրիշ երեխաների նկատմամբ կլինի, տեսնենք ձերն ինչ է, բարի օր բոլորիդ, մեծ հույսերով կհանդիպենք նորից։